Երևանի քաղաքապետարանը սկսել են նոր վարչական շրջանի Գյուրջյան փողոցը Միասնիկյան պողոտային միացնող մոտ 2 կիլոմետր 300 մետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը։ Քաղաքապետ Ավինյանը հայտնել է, որ Գյուրջյան փողոցի հիմնանորոգման ծրագրի ավարտից հետո նախատեսվում է կառուցել նոր էստակադա, որը նոր վարչական շրջանը Գյուրջյան փողոցի միջոցով կկապի Միասնիկյան պողոտային։ Գյուրջյան փողոցում փոխարինվում են կոյուղատար, հեղեղատար եւ ոռոգման համակարգերը։ Էլեկտրական ցանցերը տեղափոխվում են ստորգետնյա հատված, կառուցվում են մայթեր, ամբողջությամբ ասֆալտապատվում է ճանապարհահատվածը։ Հայկական գյուղմթերքը Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան չի արտահանվում։ Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը հերքել է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե հայկական գյուղմթերքը, մասնավորապես ելակը, Ռուսաստանի Դաշնություն է մատակարարվում Վրաստանի տարածքով։ Հայաստանյան մեդիա դաշտում տեղեկություններ տարածվել, թե Ռուսաստանի սահմանափակումները շրջանցելու համար Հայաստանից մի քանի կցորդիչով բեռնատար զարտուղի ճանապարհով մթերք է ուղարկվել տարբեր երկրներ, որպես փորձանմուշ։ Ըստ լրատվամիջոցների, իբրև թե հայկական ելակը տանում են Վրաստան եւ այնտեղից թուրքականի անվան տակ արտահանում Ռուսաստան։ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը անտառապատ տարածքներում կենսաբանական պատրաստուկներով պայքարում է վնասատուների եւ հիվանդությունների դեմ, տեղեկացնելով, որ շրջակա միջավայրի, կենդանական աշխարհի եւ մեղուների համար այն վտանգավոր չէ։ Հայանտառի գլխավոր անտառպաթոլոգը լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Հրազդանի անտառտնտեսությունում։ Այս օրերին վնասատուների դեմ պայքարում են Ծաղկաձորի եւ Մեղրաձորի անտառներում։ Հաջորդը Արագածոտնի անտառներն են։ Մարզերում, հարկային եւ մաքսային ոլորտներում աշխատանքի համար կանանց ներգրավելու անհրաժեշտություն կա։ Հմտությունների զարգացումը կիրականացվի էլեկտրոնային ուսուցման ծրագրով։ Կներդրվեն նոր կրթական մոդուլներ, տվյալագիտության, թվային գործիքների կիրառման եւ առաջնորդության հմտությունների զարգացման ուղղություններով։ Առկա ուսուցման ձևաչափից դեպի թվային լուծումների անցումը հնարավորություն կտա մարզերում ապահովել ոլորտների նկատմամբ հետաքրքրություն, ինչը կնպաստի մարզերում որակյալ մասնագիտական ներուժի ձևավորմանը։ Ավտովթարից մահացել է Միսիս Եվրոպա 2022 մրցույթում Հայաստանը ներկայացրած արցախցի Վերա Սաֆարյանը։ Վերան 9 օր կոմայի մեջ է եղել։ Օգոստոսին նա կդառնար 32 տարեկան։ Վերա Սաֆարյանը ծնվել է Հադրութում։ Նրա հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Վերան 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայել է պաշտպանական բանակի շարքերում որպես պայմանագրային զինծառայող։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։